Ողջունում եմ հարգելի գործընկերներ, ես առաջին անգամ եմ ելույթ ունենում այս ամբիոնից, ինձ համար մեծ պատասխանատվություն է և հուսով եմ, որ Ռուբեն Ռուբինյանի, Հայկ Կոնջորյանի կողմից բարձրացրած բարեկրթության, ձեր բոլորի կողմից բարձրացրած բարեկրթության դրույթները կպահպանվեն։ Արձանագրենք, որ 2 օր է նիստերը անցնում են բարեկրթության սահմաններում, բայց կուզենայի նաև զրոյական կետի մասով հստակեցում մտցնեք, ինչպես նաև չափանիշներ սահմանեք ու սահմանեք, թե ոնց եք հասկանում բարեկրթությունը։ Անդրադառնամ մի քանի բաների, որոնք որ ես առանձնացրել եմ։ 2 օր է նայում եմ նիստերը, այստեղ լսում եմ, հետո նայում եմ, վերլուծում եմ հասկանալու համար, թե ինչն ենք բաց թողել։ 2 օր է մենք չենք խոսում մեր հայրենակիցների հետ, մեր հայրենակիցների մասին։ Եվ ես ուզում եմ այստեղից խոսքս ուղղել մեր սիրելի հայրենակիցներին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին, մայրաքաղաքում, մարզերում, գյուղերում, Թեսփյորքում։ Մեր քաղաքական թիմի թիվ 1 առաջնահերթություններից է մարզերի համաչափ զարգացումը։ Սրանք ուղղակի խոսքեր չեն, մենք սա արդեն գործով ցույց ենք տալիս։ Եվ սիրելի հայրենակիցներ, դուք իմացեք, մարզերում, գյուղերում մենք գալու ենք, լսելու ենք ձեր խնդիրները եւ հատկապես այն տեղերում, որտեղ մենք ճնշող մեծամասնությամբ աջակցություն ենք ստացել, անելու ենք ամեն բան, որ մեր հայրենակիցների կյանքը բարելավվի։ Ազգային ժողովի падգամավոր լինելը մեծ պատասխանատվություն է եւ առաջին հերթին խոսում է մեր ժողովրդի մասին, մեր ժողովրդի խնդիրների մասին, այդ խնդիրները բարձրաձայնելու մասին, այդ խնդիրներին լուծում գտնելու մասին։ Եվ սա մենք արդեն անում ենք ու անելու ենք։ Սիրելի հայրենակիցներ, մեզ սպասեք ձեր մարզերում, ձեր բնակավայրերում, ձեր գյուղերում, որպեսզի միասին ստեղծենք այն Հայաստանը, որը պատկերացնում ենք, ու այն ուժեղ Հայաստանը, որին բոլորս ձգտում ենք։ Ուղղակի պես 2 օրվա ընթացքում գետ մեկ խոսք անգամ չգնաց, թե ինչպես են այդ հարցերը լուծվելու եւ ինչպես է կանգնելու այդ մարդկանց կողքին։ Մի քանի անդրադարձ եմ ուզում կատարել նաեւ քարոզարշավին։ Ես լոռեցի եմ եւ քարոզարշավն անցել է, իմ քարոզարշավն անցել է Լոռվա մարզում Ստեփանավանի տարածաշրջանում։ Այնինչ ես քարոզարշավի ժամանակ եմ տեսել վարչական ռեսուրսի անհամաչափ ու բացահայտ չարաշահումներ։ Տանիքների վերաբերյալ ձեր իշխող մեծամասնության արբանյակները բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում մարդկանց տանիքների բարեկարգում էին առաջարկում։ Մարդկանց խոստումներ էին տալիս, աշխատանք էին խոստանում եւ իմիջայլոց հայփոստի հետ կապված էլ։ Մենք այս տարիների ընթացքում տեսել ենք, որ կազմակերպությունների պետականացումը պետությանը տալիս է 0% դիվիդենդ, բայց ընտրական շրջանում այդ կազմակերպությունները դառնում են ՔՊ շտաբներ, աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերի լուծման համար։ Մի քանի հարցեր ունեմ։ Քանի մարդու եք ահաբեկել, քանի ապօրինի խուզարկություն եք իրականացրել, քանի մարդու եք աշխատանքից ազատել կամ սպառնացել, ազատել միայն նրա համար, որ ունեցել են ձեզնից տարբերվող քաղաքական հայացքներ։ Ձեր գործընկերներից առնվազն 2-ը նստած են այստեղ, դուք ընդմիջմանը երևի հարց կտակ, իրենք ավելի մանրամասն կներկայացնեն, թե ինչպես են այդ սխեմաներն աշխատել ու ինչ
պլանավորված ճակերտավոր գլուխգործոցներ են իրականացրել։ Եվ վերջապես ֆիքսենք հունիսի 7-ի ժամը 2-ի դրվագը։ Ես շատ չեմ անդրադառնալու, բայց այդ դրվագը, ձեր ասուլիսի դրվագը Հայաստանի քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ։ Հաջորդիվ ես որպես Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր անելու եմ ամեն բան, որ մեր մարզերում մեր հայրենակիցները երբևիցե իրենց մենակ չզգան։ Եվ ազգային ժողովի ամբիոնը ամենայն պատասխանատվությամբ ծառայի հենց մեր հայրենակիցներին, ժողովրդին լսելու համար։ Եվ առաջին հերթին իշխող մեծամասնության կողմից օրենքի հարգման եւ քաղաքացու արժանապատվության հարգման համար։ Ինչքան էլ որ պատասխանատու լինի այս աշխատանքը, մեր ռազմավարությունը լինելու է ժողովրդի համար ու ժողովրդի կյանքը բարեկարգելու համար։ Դուք ճիշտ է, այս դահլիճում ձայների մեծամասնությամբ կարող եք որոշումներ ընդունել, կարող եք նաև ընտրել թեկնածուներ, ազգային ժողովի նախագահ եւ այլն եւ այլն։ Բայց ոչ լեգիտիմ ճակերտավոր հաղթանակը այն ինչ որ դուք արել եք ու այն ինչ որ դուք անում եք, այդ պատասխանատվությունը հաստատ մի օր կրելու եք։ Այն ինչ որ անում եք պետականության ու Հայաստանի դեմ, ու այն ինչ որ պատրաստվելու եք անել Հայաստանի պետականության դեմ, դրա պատասխանատվությունը հաստատ կրելու եք։ Ձեր գործընկերներից մեկը այստեղ այս ամբիոնից ասում էր, որ արտահայտություն էր օգտագործում, բայց քանի որ մենք բարեկրթության ենք անցել, չեմ ուզում այդ արտահայտությունը կրկնել։ Ու խնդրում եմ հենց դրա համար, որ չափելի դարձնեք բարեկրթության սահմանումը, թե ինչ է իրենից ենթադրում այդ բարեկրթությունը եւ ինչ չափանիշներով եք չափելու։ Հաջորդը, որ ես կուզենամ անդրադառնալ, բոլորն էլ սխալական են, պարոն Կոնջորյան, բոլորն այս կյանքում սխալական են։ Անձնական կյանքում կարող ենք ներողություն խնդրել ու անցնել առաջ։ Ներողությունը կամ կընկալվի, կամ չի ընկալվի։ Բայց քաղաքականության մեջ սխալվելը դա իրենից ենթադրում է որոշակի պատասխանատվություն եւ որոշակի քայլերի հաջորդականություն։ Պատգամավորի դեպքում մանդատի վայր դնելն է, այլ պաշտոնյաների դեպքում աշխատանքից ազատումն է եւ այլն եւ այլն։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ քաղաքականության մեջ սխալվելը կարող է ճակատագրական լինել նաև բոլորի համար, ու այդ ճակատագրական սխալի պատճառով բոլորը տուժեն։ Խոսքս կուզենամ ամփոփել մի շատ կարևոր հանգամանքով, որը որ ֆիքսել ենք մենք այս օրերին հետընտրական շրջանում հատկապես մեր հայրենակիցների հետ հանդիպումներում եւ նրանց խնդիրները քննարկելու ժամանակ։ Մեզ ամենաշատը դիմում են, մեզ մենակ չթողնեք։ Եվ ես այս ամբիոնից հայտարարում եմ, որ մեր հայրենակիցներին մենք միայնակ չենք թողնելու, որովհետեւ ազգային ժողովի պատգամավոր լինելը դա պատասխանատվություն է առաջին հերթին մեր հայրենակիցների առջև։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ես իհարկե չեմ ընդհատում ելույթները, բայց հիշեցնեմ, մենք քննարկում ենք